Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 22 Ահա գեղեցիկ ես դու, ով իմ սիրեկան, Երգերգոց առաջին գլուխ 16-րդ խոսք Մեր սիրեկանն ամեն տեսանկյունից ամենագեղեցիկն է, մեր զանազան փորձառությունները, որոնք սահմանված են մեր երկնավոր հոր կողմից, նպատակ ունեն նորովի բացահայտելու մեզ համար Տեր Հիսուսի սքանչությունը, ինչ քաղցր են այն փորձությունները, որոնք մեզ վեր են մղում ու հասցնում դեպի բարձրերը, որտեղ առավել հստակ պատկերացում ենք կազմում Հիսուսի մասին, քան սովորական կյանքը կարող էր թույլ տալ մեզ։ Մենք նայել ենք Նրան, Ամանայի գագաթից, Սանիրի և Հերմոնի գագաթից, և նա փայլել է ինչպես արևն իր զորությամբ։ Մենք տեսել ենք Նրան նաև առյուծների բնակատեղից ու ինձերի սարերից, սակայն նա ոչ մի կերպ չի կորցրել իր սքանչությունը։ Թե հիվանդության անկողնուց, թե գերեզմանի սահմաններից, մենք մեր աչքերն ուղղել ենք մեր հոգու սիրեկանին և չենք կարող նրա մասին ասել ոչինչ, բացի նրանից, որ նա սքանչելի է և բյուրերից գերազանց է։ Նրա սրբերից շատերն են նայել նրան բանտերի խավարի և խարույկների կարմիր բոցերի միջից, բայց նրանք երբեք ոչ մի վատ բառ չեն արտասանել նրա հասցեին, այլ մահացել են գովերգելով նրա անգերազանցելի հմայքը։ Օ ինչ ազնիվ և հաճելի է հավիտյան նայել մեր քաղցր Տեր Հիսուսին։ Մի՞թե մեզ համար անպատմելի բերկրանք չէ մեր հայացքը սևեռել մեր Փրկչին և ճանաչել նրա գերազանցությունն իր բոլոր դրսևորումներով, թերթել գեղադիտակը և բացահայտել նրա աննկարագրելի շնորհքների համակցությունը։ Մսուրում, թե հավիտենության մեջ, խաչի վրա, թե իր փառքի աթոռին, ավազակների մեջ, թե քերովբեների կենտրոնում, նա բոլորովին ցանկալի է։ Ուշի ուշով զննիր նրա կյանքի յուրաքանչյուր դրվագը և նրա բնավորության յուրաքանչյուր գիծը և կտեսնես, որ նա գեղեցիկ է ինչպես իր մեծափառության, այնպես էլ իր նվաստացման մեջ։ Դատիր նրան ինչպես ուզում ես, միևնույն է, չես կարող որևէ պախարակելի բան գտնել նրանում, չափիր նրան ինչպես հաճո է քեզ, և նա որևէ կերպ պակաս չի գտնվի։ Հավիտենությունն էլ չի կարող որևէ թերության ստվեր անգամ գտնել մեր սիրելիի վրա, այլ ավելի շուտ ժամանակների հոսքին համընթաց, նրա փառքերն ավելի պայծառ կփայլեն աներևակայելի շքեղությամբ, և նրա անպատմելի գեղեցկությունն ավելի ու ավելի կշլացնի երկնային բոլոր արարածներին։